արտահայտվի իր ներսում։ Խոսացինք ամուսնության մասին, հիմա կուզենայի խոսենք ծնող դառնալու մասին, մայրության մասին, ու այսպեսի կարծրատիպ կա որպես մոր կերպարին, եւ որ նայում ենք, թե մայրը անցնուրաց է, եւ որ երեխա է անենում սկսում է ինքն իրան էլ չխնայել ու չհետևել։ Մայրություն դա Աստծո կողմից նվեր է, որ ամեն մեկը, ամեն մի կին դա Աստված այդ պարգևն ու բերկրանքը զգա իր կյանքում, ամեն մի մայր, այո, ոնց որ ասացիր, պատրաստ է իր երեխայի համար անել ամեն բան, ամեն հնարավորին ու անհնարինը միայն իր երեխային բարձրացնի, դաստիարակի ու հասարակության համար պիտանի մարդ սարքի, ու ինձ թվում է, որ չկա այս կյանքում ավելի կարևոր բան լինել, քան մայր լինելն ու ունենալը։ Դա շատ թանկ ու շատ ուրախ պարգև է Աստծո կողմից։ Եթե համեմատում ենք հայկական ընտանիքներին եւ երեխա ունենալ մասին, եւ որ համեմատում ենք հայկական մտածելակերպը եւ եվրոպական մտածելակերպը այս թեմայի շուրջ, հայերի մոտ ոնց որ եւ որ ամուսնանում ես, արդեն միանշանակ դու քո հաջորդ քայլը երեխա ունենալն է, իսկ եվրոպացիների մոտ դա որոշումը ավելի, ինչքանով է դա նպատակահարմար եւ ժամանակը ինչքանով է ճիշտ, որ ես այդ պատասխանատվությունը կարողանամ կրեմ, իսկ հայերի մոտ դա ինչ-որ չասեմ բարդատի, բայց ոնց որ ասեցի, սենց տենենց լինելու ինչ-որ մի բան է։ Եթե անկեղծ ժամանակները շատ են փոխվել, մտածելակերպը տարիների ընթացքում ձևափոխվում է, այսինքն արդեն գալիս է ընթացք, երբ որ նայում ես մի 15-18 տարի առաջվա տարբերությունով, այո, ամուսնանալուց հետո պարտադիր երեխա ունենալ, երկրորդ, երրորդ երեխա ունենալ, բայց հիմա շատ բան է փոխվել, զույգերը ավելի սառն են դատում, ավելի ես նաև հավանում եմ այն բանը, որ իրանք կարողանում են որոշում կայացնել իրանց կարծիքը հայտնեն այս հարցի շուրջ։ Դրա համար ես չեմ կարող մեղադրել, մեր հայկական ընտանիքներ կան, այո, ամուսնանում են միանգամից երեխա են ունենում։ Նաև ոչ մեկ չի կարող մեղադրի մյուս կողմին, եթե ամուսնանում են մի քանի տարի հետո են որոշում իրենց երեխա ունենալ։ Բնականաբար սա այն հարցն է, որ ամեն ընտանիք, ամեն զույգ ինքը պետքա որոշի ինչ է ուզում։ Սրանք այն հարցերն են, որ ընտանիքի ու զույգի միջև եղած միաբան լինելու արդյունքն է։ Եթե զույգը որոշում է, որ գիտես ամուսնանում եմ, առաջին նպատակս ընտանիքս է, նրանից հետո արդեն մնացածը կորոշվի հետագայում։ Իսկ ամուսիններ կան ամուսնանում են, որոշում են թեկուզ սկզբից իրանց ընտանիքը, գործը, իրանք իրար նոր ճանաչեն, իրանց հարաբերությունները առաջինը ճիշտ ուղու վրա դնեն ու ամեն մեկին պետք է հարգենք իր որոշումով։ Այստեղ չկա ոչ ճիշտ, ոչ սխալ, ոնց որ մենակ տարբեր մտածելակերպներ են, որ հայերի մեջ դա տարբեր ձևի է, իսկ եվրոպացիների մեջ դա դրի տարբեր։ Նույնիսկ հայ Եվրոպայում ապրող զույգերի համար էլ, որ դա կապ չի ունի, որ եվրոպացի ես, արդեն դատողությունից է մարդու գալիս, որ այս մարդը որոշում է կայացնում, որ առաջնահերթ բաներ կան, որ պետք է կատարեմ նոր երեխա ունենամ։ Դրա համար բնականաբար ամեն մեկը, ամեն մի ընտանիք պատասխանատվություն է կրում իր որոշումներից։ Ուրիշ ոչ մի բան չես էլ կարող պարտադրել քո կարծիքը։ Դու այստեղ ապրելով, քո երեխեքը գնում են ավստրիական դպրոց, մանկապարտեզ ու հաստատ ուրիշ մայրերի հետ հարաբերություններ ունենալով ինչ որ տարբեր դաստիարակության մեթոդներ տեսել ես, որ ասել ես իրանց տարբեր են, մենք հայրս ուրիշ ձևի ենք, մեր մեթոդները տարբերվում են։
բնականաբար շատ մեծ տարբերություն կա։ Այսօր մենք առիթ ենք ունենում ոչ միայն հենց տեղացի ավստրիացիների հետ շփվելու, այլ նաև թե դպրոցում, թե մանկապարտեզում օտար երկրյա լիքը այլ մարդկանց հետ, այսինքն եւ մուսուլման, եւ քրիստոնյա, եւ տարբեր կրոնական պատկանելության մարդկանց հետ ենք մենք շփվում, ընտանիքների հետ, երբ որ երեխաները առնչվում են, ու շատ ժամանակ նայում ես, որ բնականաբար քո տեսած դաստիարակությունը ու քո տված դաստիարակությունը տարբեր է ոնց որ ուրիշներին է։ Իսկ դաստիարակության հարցում դաստիարակությունն էլ միանշանակ երկկողմանու, ամուսնու եւ տղամարդու կողմից է երեխային տրվում։ Ու այդ դաստիարակությունը պետքա միաձայն լինի, մի որոշումով լինի։ Պետք չի որ մաման ուրիշ բան ասի, papan ուրիշ բան ասի, այլ մաման ու papan պետքա երեխայի կյանքում մի հատ որոշում տեսնեն, որ այդ երեխան էլ չկարողանա հետագայում խնդիրներ ունենան, որն է ճիշտ, որն է սխալ այդ հարցի շուրջ։ Դրա համար դաստիարակությունը շատ կարևոր է երեխայի կյանքում ու ես ճիշտ եմ համարում, երբ որ ծնողները իրար հետ դաստիարակության նաև մեթոդիկա են գծում իրանց երեխաների համար։ Նախորոք զրուցում են, որ եթե հայրը այդ պահին երեխային մի բան արգելում է, մաման թաքուն երեխային չտա այն ինչ որ արգելված է կամ հակառակը, եթե papan ասում է չէ, ուրեմն չէ, եթե մաման ասում է չէ, ուրեմն չէ։ Դրա համար մեր կյանքում սենց է, երբ որ ես մի բան չեմ թողում, Ռուբենը արդեն գիտի, երեխային միանգամից հարցնում է, մաման ինչ է ասել։ Եթե երեխան ասում է, մաման ասել է հա, ուրեմն հա, եթե ասել է չէ, ուրեմն չէ, ես ոչինչ չեմ կարող, ես չեմ կարող ոչ մի բան փոխել, հա։ Ու երեխան տեսնում է, որ ծնողները միաբան են, այսինքն այդ միաբանությունը չի կարա կոտրի, չի կարա ուրիշ ձև լինի, ու այդ ամենը այոն այո, ոչը ոչ, շատ լուրջ հետագայա ձևավորում երեխայի կյանքում։ Շատ կարևոր դրված կա, ինձ թվում է պետք է մարդ պատրաստ լինի դրան, մինչև երեխա ունենալը, թե էդի կամաց լինում է։ Երբ որ երեխան ծնվում է, համենայն դեպս մի ժամանակ է գալիս, երբ որ դու ճանաչում ես նախ երեխային, հետո զգում ես երեխայի այդ առավելությունները, երեխայի ճանաչում ես իր բնավորություններով, թեկուզ այն փոքր տարիքից, ամսական տարիքից զգում ես իր բնավորությունը, իր լացով, իր աչքերի հայացքով։ Այդ ամենը ծնողը հասկանալով սկսում է իր ձևերը ունենա իր երեխայի հետ աշխատելուց։ Մի ժամանակ մի քիչ խիստ, մի քիչ սիրով, մի քիչ ձայնին, լացին արձագանքելով։ Դրա համար դաստիարակությունը պետք է լինի իրականում արդեն պլանավորված ծնողների կողմից, ունենան իրենց մեթոդը, ոնց են կարողանում իրենց երեխաների հետ շփվեն ու շարժվեն, դաստիարակեն, որովհետև եթե դա չեղավ, երեխան բացի թողյա լինելու ու որոշելու է այն ինչ որ իր համար հարմար է, այդտենց շարունակի իր կյանքը, առիթից օգտվի։ Շատ սիրուն ասացիր, իսկ կա այնպիսի կոչում կամ ինչպիսին է մոր կոչումը Աստծու կողմից։ Ինձ թվում է բոլորի համար կարևոր է, որ մոր կոչումը աղոթ քանել իրանց երեխաների համար, իրանց երեխաների, իրանց սերունդի համար, իմ համար դա կարևոր նշանակություն ունի, մայրական աղոթք է քո երեխայի կյանքում։ Շատ մեծ դեր ունի ու սիրելի մայրեր, անկախ իրավիճակներից, անկախ երեխայի տարիքից, չդադարեք ձեր մայրական աղոթքներով թիկունք լինել ձեր երեխաների համար։ Իսկ այսպեսի մի հարց, իմանալով, որ ձեր տան ընտանեկան հիմքը հենց աստվածային հիմքն է, ինչպիսի ձևով եք այդ ամենը սերմանում երեխաների մեջ։ Գիտես, Աստծո խոսքն էլ չէ ասում, որ ես անում եմ այն, ինչ որ տնում եմ հորս անելուց։ Երբ որ Ռուբենը վերցնում է գիրքը ու կարդում է,
նույնը անում է Դանիելը։ Այսինքն ասում է պապա, որ դու կարդում ես, ես էլ եմ կարդում։ Հիմա ընդհանրապես ծնողը օրինակ լինելով երեխայի համար կարա ցույց տա այն ինչ որ ուզում է սովորացնի։ Շատ ժամանակ խոսքերը, ամպագորգոր, սիրուն համոզելու խոսքերը չեն գործում, ինչքան դու կարաս քո օրինակը լինես քո երեխայի համար։ Եթե պետքա կարդաս, կարդում ես ու քո երեխան տենում է, որ գիտես քո մեջ կա այդ կարդալու մեջ հետաքրքրություն, նաև Աստծո խոսքը կարդալու մեջ, այդ երեխան անելու է նույնը։ Իսկ եթե դու վերաբերմունք ես ցույց տալիս հարգալից, քո երեխան տեսավ, որ դες մեծի նկատմամբ վերաբերմունք ես ցույց տալիս, հարգալից ես ու նույնը ինքը տեսնելով անելու է, կրկնելու է այն ինչ որ իր հայրը կամ մայրն են անում։ Դրա համար ամենալավ տարբերակը ճիշտ ու սիրուն օրինակ լինել երեխաների համար։ Ինչպես ես դու պաշտպանում քո երեխաներին աշխարհայինից։ Այսինքն եւ որ իրան մտնում են հենց այդ շրջապատը լինի աշխարհային եւ այլն։ Ոնց ես դու պաշտպանում։ Եթե անկեղծ, ես շատ սիրում եմ նաև համարձակությունը։ Ես ուզում եմ ու իմ ցանկությունն էլ է, որ իմ երեխաները իրանք փորձեն զանազանել բարին ու չարը։ Այսինքն մինչև երեխան շրջապատը դուրս գալիս, ինքը արդեն փորձում է իր այդ լավ ու վատը հասկանա։ Ու երբ որ ինքը իր ներսում քննարկում է, որ գիտես, այս իրավիճակը չհամապատասխան, եղել է շատ իրավիճակներ, երբ որ երեխան եկել է տուն, ինքը խոսացել է, պատմել անենց իրավիճակ, որ հաճելի չի եղել, կամ իրան են ցածրացրել, կամ իրան են վնասել, մենք փորձել ենք իրան տանք, որ գիտես, սա ճիշտ չէր, մյուս անգամ լավ կլինի, որ դու սենց վերաբերվես, էսի պետքա սենց պատասխան տանք, այսինքն երեխայի մոտ այդ ամեն ինչը գալիս է պրակտիկ կյանքում, հա, այսինքն դու չես կարա երեխային մենակ խոսքով, գիտես, չի կարելիներով բացատրել, մինչև չկա փորձությունը, մինչև չկա խնդիր ու այդ երեխան չկարանա այդ խնդրի տակից դուրս գա, պատասխանի, հավատա խոսքերով չես կարա, հա, թեորիայով չես կարա երեխային բացատրես, երբ որ խնդիրը գալիս է, դու սիտուացիային համապատասխան փորձում ես երեխային բացատրես։ Արթուր Սիմոնյանից sense գիրք կա, տանիք անունով, ասում է երեխային փորձի դաստիարակես մինչև իր 7-րդ, այսինքն եւ որ ինքը մինչև ինքը 7 տարեկան է, դու կարող ես իրան դաստիարակել ու այդ արժեքները իրան մեջ տնես, ինչ որ դու ես ուզում, ինչ որ քո համար է կարևոր։ Դրանից հետո երեխան ստանում է իր դաստիարակությունը, sense ասած դրսից։ Այո, շատ կարևոր է ընտանիքի դաստիարակությունը երեխայի կյանքում։ Գալիս է մի տարիք, որ դու հենց մինչև քո ձեռքերի մեջ, հա, քո հովանավորության տակ, ինքը միշտ եղել է քո հովանավորության տակ ու գալիս է ժամանակ, երբ որ պետք է երեխան դուրս գա դպրոց, ու արդեն նոր ընկերներ, նոր շրջապատ, այդտեղ պետք է արդեն երեխայի բնավորությունը ու այն տեսածը արտահայտվի իր ներսում։ Ու ճիշտ է, երբ որ երեխան գալիս է տուն, լսել երեխային, ինչա կատարվել, միանգամից ասես պաշտպանողական դիրք չդնել, էլի, որ լսել ինչա կատարվել, ինչ խնդրեմ ա եղել ու որտեղից է եկել այդ խնդիրը, հարցեր շատ տալ երեխաներին, որ երեխան էլ կարողանա հասկանա, որ գիտես ես գնամ տուն ինձի կլսեն, ինձ վրա չեն ջղայնանա ու չեն ասի, գիտես, վախում եմ խոսալ, որտեղ գիտեմ ին վրա ջղայնանալու են ու ես էլ չեմ կարողանալու ոչ մի բան ասեմ։ Դրա համար շելի ծնողներ լավ կլինի, որ առաջինը երեխաներին լսեն, հասկանան իրավիճակը ու նոր դրանից հետո դատողություն կամ խորհուրդներ տալ։ Եզրափակելու համար ինչն է ծնողի համար ամենահիմնական 3 սյուները, որ իրան դարձնում է ուժեղ ծնող։ Նախ ես կասեի երեխայի համար լավ օրինակ լինելը, երկրորդը միաբան լինել ամուսնու կնոջ հետ այդ հարաբերությունների մեջ միաբանը ու այն որ երեխան տենա որ ծնողները երկուսը մեկ խոսք ունեն, այն մեկը մի բան չի ասում, այն մեկը մի բան չի ասում, այդ պարագայում երեխան ինքն էլ է կողմնորոշված լինելու, այսինքն երեխան էլ իր կարծիքը ձևավորելու է ու արդեն հաստատվելու է դրա մեջ,
հարաբերությունների մեջ միաբանը ու այն որ երեխան տենա որ ծնողները երկուսը մեկ խոսք